Իհարկե կախված է թե ինչպիսին է լինելու այդ այցը, որովհետև ֆորմալ իմաստով այդ այցը Եվրոպական քաղաքական համայնք գագաթնաժողովի առիթով է եւ կարծես թե աշխատանքային կամ պաշտոնական ձևաչափով այց անմիջական Հայաստանի առնչությամբ չկա, ամենայն դեպս դրա մասին հայտարարված չէ։ Ինքնին գագաթնաժողովի առիթով այցը չեմ կարծում, թե առանձնապես շատ մեծ ինտրիգ է պարունակում իր մեջ եւ ըստ այդմ հազիվ թե լուրջ հետևանքների մասին կարող ենք խոսել կամ արժե խոսել, առիթ կա խոսել։ Ամեն ինչ կախված է թե այդ այցը ինչպիսի բովանդակություն է պարունակում հենց անմիջականորեն Հայաստանին առնչվող։ Թե Կալասի հայտարարությունը դիտարկենք այն մասին, որ Հայաստանն ինքը պետք է որոշում կայացնի, սա ըստ էության վերադարձնում են այն հայտարարությունը, որ պարբերաբար անում է Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանը կմերձենա այնքան, որքան պատրաստ է Եվրամիությունը։ Եվրամիությունը այդ պատասխանատվությունը վերադարձնում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև տեսնում ենք Փաշինյանը պատասխանատվությունը ուղարկում է, այսպես ասենք, Եվրամիության դաշտ, եւ այս տեսանկյունից մենք տեսնում ենք պատասխանատվության պինգ-պոնգ, որովհետև այստեղ ամեն ինչ թերևս շատ ավելի պարզ է, Եվրամիությունը բացարձակապես մտադրություն չունի ունենալ անդամ Հայաստան եւ ընդհանրապես անդամակցության թեման Կովկասյան ուղղությամբ Եվրամիությունը չի դիտարկել եւ չի դիտարկում որևէ մակարդակով, այսպես ասած, լուրջ օրակարգի տեսանկյունից, եւ նաեւ Նիկոլ Փաշինյանը շատ լավ պատկերացնում է այդ ամենը, ըստ էության մենք տեսնում ենք այդ ամենի բերումով այդպես պատասխանատվության պինգ-պոնգը։ Ինչ վերաբերում է ընտրությունից 1 ամիս առաջ այդ գագաթնաժողովը Երևանում անցկացնելուն, ապա իհարկե այստեղ Փաշինյանին քարոզչական որոշակի այսպես բոնուսը ակնհայտ է, բայց նաև ես կարծում եմ, որ բուն որոշումը գագաթնաժողով անցկացնել Երևանում պայմանավորված չէ լոկայտ հանգամանքով, ըստիս այդ որոշումը պայմանավորված է ընդհանրապես Եվրամիության համար Կովկասի հանդեպ ուշադրության ավելացմամբ եւ այն միջավայրով, որը բերում է այդ ուշադրության ավելացմանը։ Եվ այստեղ Հայաստանն իհարկե առանցքային է, որովհետեւ այսօր Եվրամիությունը իր քաղաքականությունը, այսպես ասենք, առաջ մղելու հարթակ դիտարկում է Հայաստանը, որովհետև Վրաստանի դեպքում կա հայտնի խնդիրները Վրաստանի իշխանության հետ եւ Ադրբեջանի պարագայում Ադրբեջանը ընդհանրապես հենց հետխորհրդային ամբողջ շրջանում բավականին այսպես սահմանափակ հնարավորություններ է տվել Եվրամիությանը Ադրբեջանում ծավալվելու իմաստով։